Մեկ ասում են, հա, թող երկխոսեն, բան-չոր բաներ գտնեն, համերաշխության բան։ Լսեք, համերաշխություն չի կարող լինի, եթե երկրի ղեկավարը խախտում է ամենաբիրտ ձևով սահմանադրությունը, քրեական օրենսգիրքը եւ օրենսդրությունը։ Նա խախտում է սահմանության երկու հոդված, մեկը որ պետություն ու եկեղեցին անջատեն, երկրորդը որ հայրաքրական Սուրբ եկեղեցին ունի ավտոնոմիա, այս երկու սահմանական հոդվածները խախտում է իր բիրտ միջամտություններով, անմաքուր պիղծ իրանց լեզվով ասեմ, խախտում է այս օրենքները, խախտում է հայրաքրական եկեղեցու գործունեության մասին օրենքը, որտեղ շատ հստակ գրված է, ով ինչ լիազորություններ ունի եւ ինքը այդ լիազորությունները չունի, ինքը չի կարող ինքը իրան ոչ մի օրենք Հայաստանում իրավունք չի տվել ասել, որ ես կկազմեմ մի հատ խորհուրդ, իմ հոգու աչքերով կընտրեմ այդ, չգիտեմ, Աստվածաշունչ կարդացած մարդիկ, որոնք էլ արդեն ժողովրդական կաթողիկոս կարգեն։ Մարդը գրել է։ Հայաստանի վարչապետն է գրել, ոչ թե բանը Տանզանիայի։ Հայաստանի վարչապետը sense բան է գրել։ Էդ էլ քիչ էր։ Հիմա ինքը որոշում է, որ կաթողիկոսը կաթողիկոս չի։ Ասենք կաթողիկոսի կուսակրոնության կամ կաթողիկոսի կուսակրոնության խախտման կամ կաթողիկոսի կուսակրոնության խախտման մասին պատշաճ մարմինների գնահատականը այդ դրանք են որոշում ինքը կաթողիկոսա թե չէ։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանի որոշումը։